Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը պարտություն է համարում։ Նրա խոսքով Անդրեասյանը պետք է մնար եւ եթե չէր կարողանում այլևս պայքարել հանուն իր առաքելության, պետք է սկսեր դա անել ի հեճուկս։ Ես վատ եմ վերաբերվում հրաժարականներին, այսպիսի դեպքում խոսքը գնում է մարդու իրավունքների, վատ եմ վերաբերվում ոչ թե անձին, այլ այդ երևույթին համապարփակ այն ինչ տեղի ունեցել, ուղղակի հրաժարական անկալվում է եւ ըստ էության նշանակում է ինչ-որ առումով պարտություն։ Ես իմ կողմից պետք է ասեմ, որ իմ ժամանակ ես ընտրել եմ, երբ որ անգամ առաջարկել են ինձ, ես ընտրել եմ այլ ճանապարհ, շարունակել մինչև իմ ժամկետի առնվազն ավարտը։ Ամեն դեպքում Տիկին Ալավերդյանին քիչ թե շատ հասկանալի են Անդրեասյանի հրաժարականի պատճառները, որոնք ավելի ակնառու դարձան, երբ օմբուդսմենը ազգային ժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը եւ արժանացավ իշխանությունների ներկայացուցիչների երբեմն նաեւ ոչ կոռեկտ գնահատականներին։ Դրանք կոպիտ եւ գռիհիկ էին մեծ մասով արտահայտությունները, որոնք որ թույլ էին տալիս իրենց այո իշխող կուսակցության ներկայացուցիչները, նրանք ովքեր արտահայտվում են կոպիտ եւ գռիհիկ էին, իսկ կուսակցության կողմից որևէ մի այլ կարծիք կամ որևէ զսպվածության կոչեր չեն հնչել այդ առումով եւ բոլորը ընկալել են որպես հենց հոգեբանական ճնշում օմբուդսմանի եւ օմբուդսմանի ինստիտուտի վրա։ Ես էլ եմ այդպես ընկալել։ Մեր դիտարկմանը թե Կարեն Անդրեասյանի եւ նախորդ մյուս օմբուդսմենների ճակատագիրը հաշվի առնելով կարող ենք ենթադրել, որ հենց իշխանություններն են մեղավոր, որ Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը այդպես էլ չի կայանում, Տիկին Ալավերդյանը նկատեց։ Պետք է հետազոտվի ընդհանրապես իշխանության վերաբերմունքը այդ հաստատության նկատմամբ։ Այսինքն մենք հստակեցնենք բոլոր դեպքերում, ասենք երբ որ Չէ, մենք հստակեցնենք, իշխանությունը ինչ է տեսնում այդ հաստատությունը ասելով, ինչ է հասկանում օմբուդսմեն ասելով։ Ես համոզված եմ, որ իշխանությունը դեռ չի կարողանում համակերպվի մի այնպիսի հաստատության հետ, որը անկախ է գործում, որը ունի ինքնուրույն մոտեցումներ եւ որը կարող է այդ ամենաահավորը ինձ թվում է իշխանության համար, որ այդ գնահատականները հրապարակվում են։ Հրապարակայնությունն է, որին չի դիմանում իշխանությունը։ Անդրադառնալով իրավապաշտպանների դիտարկումներին, թե այս հրաժարականը նրա համար էր, քանի որ ցանկություն կա ունենալու ավելի իշխանամետ, ավելի իշխանահաճո պաշտպան, Տիկին Ալավերդյանը արձագանքեց։ Կարծես թե այդ երկու պաշտպաններն էլ չեմ ասում թեկուզ ես չեմ, չէ, բուսել ինքնուրույն։ Ինձ էլ է չէ իշխանությունը առաջարկել, կամ այդ իշխանությունը ճաշակ չունի, կամ էլ չի զարգանում, չի հասկանում, որովհետև ավելի քան իշխանության ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, ավելի քան զուսպ իր կեցվածքի մեջ եւ ոնց ասեմ ձեզ, այո, իշխանությունից էլի առաջարկված Կարեն Անդրեասյան, կրկնում եմ, ինձ էլ է առաջարկել Անդրանիկ Մարգարյանը, ի տարբերություն շատերի կարծիքին, որ ինձ Քոչարյանն է առաջադրել, պես չի, դա Անդրանիկ Մարգարյանի որպես հանրապետական կուսակցության ղեկավարի առաջարկությունն էր, այսինքն մեզ բոլորիս առաջադրում է իշխանությունը։ Հիմա ինչն է հետո փոխվում, օրինակ Արմեն Հարությունյանի դեպքում, Արմեն Հարությունյանը հայտնվել է մարտի 1-ին բուն այն կիզակետում ամեն ինչի, ցանկացած մարդ, որը տեսնում է իր աչքով, ոչ թե նստած է իր աշխատասենյակում, այլ տեսնում է այդ ամեն ինչը, ինքը այլևս հետ գնալու ճանապարհ չունի, որովհետև ինքը ունի ոչ միայն աշխատակազմ, այլև ժողովուրդը, որը տեսնում է, որ այնտեղ է եւ ինքը տեսնում է նույնը, ինչ տեսնում են բոլորը։ Այսինքն նա դրված է իրավիճակն է ստեղծում եւ կազմավորում օմբուդսմանի ինստիտուտը։ Ամեն դեպքում Լարիսա Ալավերդյանն անտրամաբանական է համարում հնչող կարծիքները, թե Հայաստանի նման երկրին օմբուդսմենի ինստիտուտը պետք չէ։
Մեզ այդ ինստիտուտը պետք է, մեզ այդպիսի իշխանություն պետք չի։ Ինչի պետք չի ինստիտուտը, շատ էլ լավ ինստիտուտ է։ Մեզ պետք չի, որ լինի այդքան իրենով հիացած, յուր տեսակի վրա սիրահարված իշխանություն։ Իշխող Հանրապետական կուսակցության падգամավոր ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի ընդունում, որ օմբուդսմենը հրաժարական տվեց իշխանությունների ճնշումների ազդեցության տակ։ Յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում։ Գիտեք, միգուցե նաև ազնիվ է, եթե մարդը գտնում է, որ անելիք չունի կամ չի կարողանում որևէ գործ անել, որպեսզի գնա առաջ, կամ եւ այլ իր պատկերացումները չի կարողանում իրացնել, ռեալիզացնել, շատ ավելի ազնիվ է, երբ որ հրաժարական է տալիս։ Մենք այսօր բազմաթիվ դեպքերում մենք դրա ականատեսը լինում ենք, երբ որ մարդիկ նույն այսպես ձևակերպեմ միտքս, հա, չբավարարված լինելով իրենց այդ գործունեությունից, իր աշխատանքից, շարունակում են աշխատել, որը վնաս է բերում եւ իրենց առողջությանը եւ նույն պաշտոնը զբաղեցնելու այն գործառույթներին, որը պետք է իրականացնեն։ Հետեւաբար միանշանակ շատ ավելի ազնիվ էր եւ ինչ է նշանակում, ասենք դրա տակ պետք է, չգիտեմ, ինչ որ մոդ տոներ կամ մոդ եսի ինչեր գտնել։ Սոնա Հարությունյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։